Մի քանի գործարանի շապավեններ կտրեցին, չկան այդպիսի գործարաններ։ Ես ուզում եմ Երևանի փողոցներում տեսնել սեփ ու մեկ ավտոմեքենաները կամ խանութներով վաճառվող Ադամյան հեռուստացույցերը, բայց չկան իրանք։ Երբ որ ասում են բիզնեսը պետքա կապ չունենա քաղաքականության հետ, իսկ քաղաքականությունը բիզնեսի, քաղաքականությունը որոշում է բիզնեսի կանոնները, իսկ ինչի համար բիզնեսմենը պետքա չորոշի քաղաքականության կանոնները։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ Արթուր Միքայելյանի հետ։ Պարոն Միքայելյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ իմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Միքայելյան, նախորդ շաբաթ ձեր թիմը ներկայացրեց 5 քայլերը, տնտեսական քայլերը, որոնցով դուք ձեր թիմը իշխանության գալու դեպքում մտադիր է առաջնորդվել եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնել։ Առանցքում Սամվել Կարապետյանն է, նրա փորձը, նրա անցած ճանապարհը եւ այսպես կարմիր թերի նման անցնում է արտահայտությունը, որ եթե Սամվել Կարապետյանը հաջողել է այստեղ կհաջողվի նաև քաղաքական դաշտում։ Պարոն Միքայելյան, տեսեք, մենք ունեցել ենք փորձ, երբ շատ լավ բիզնես կառավարիչը ստացվել է, որ քաղաքական պատասխանատվություն վերցնելուց երբեմն հեռացել է, միգուցե նաև քաղաքական պատասխանատվություն խուսափել է։ Հիմա ինչու է կարծում, որ լավ բիզնես կառավարիչը կարող է նաև լավ քաղաքական ղեկավար լինել, ընկերություններ, կորպորացիա ղեկավարող անձը կարող է նաև երկիրը շատ լավ ղեկավարել։ Տեսեք, պետության հիմնական առանցքը դա տնտեսությունն է։ Երբ պետությունը ունի ուժեղ տնտեսություն, բնականաբար ինքը կարող է լինել նաև ամուր, անվտանգ եւ ուժեղ։ Այս դեպքում, երբ որ մենք ասում ենք, որ Սամվել Կարապետյանը կարող է դարձնել Հայաստանը ուժեղ իր ղեկավարած կուսակցության միջոցով, իր անցած ճանապարհի շնորհիվ, մենք դրանում վստահ եղեք, որ չենք սխալվում։ Ավելին, տարիների ընթացքում Սամվել Կարապետյանը ապացուցել է, լինելով արտերկրում, որ հնարավոր է ճիշտ աշխատանքի շնորհիվ հասնել արդյունքների։ Բերեք այսպեսի մի համեմատություն բերենք։ Սովորական ընտանիք, որտեղ չկա գումար, մարդիկ չեն աշխատում, ինչպես պետք է այդ մարդիկ ապրեն, ինչպես պետք է այդ մարդիկ գոյատևեն։ Առաջին հերթին տնտեսությունը դա պետության երակն է, որը պետք է լինի պինդ ու ամուր։ Եթե դու ունես ուժեղ տնտեսություն, դու այդ ժամանակ ունես ուժեղ պետություն, ամուր սահմաններ եւ այդ ժամանակ քո հակառակորդ ասեմ թշնամի, ասեմ ոչ ոքի մտքով չի անցնի ոտնձգություններ անել քո սահմանների նկատմամբ։ Պարոն Միքայելյան, կարելի է լինել շատ լավ տնտեսագետ, շատ լավ բիզնես կառավարիչ, բայց այստեղ հարցն այն է, այո, տնտեսությունը հիմքերից մեկն է, թույլ տվեք ասել, երկրի, բայց ոչ ասես ամենագլխավորը եւ այդտեղ բազմաթիվ այլ հարցեր կան։ Տեսեք, շատ ճիշտ եք նկատում, որ կան բազմաթիվ այլ հարցեր, բայց մենք տնտեսություն կամ բիզնեսմեն ասելով, մենք պետք է չհասկանանք միայն մարդու, ով հասկանում է տնտեսությունից։ Երբ որ այս դեպքում Սամվել Կարապետյանը, երբ որ հասել է նման արդյունքների, բնականաբար նա շատ լավ է հասկանում, թե ինչ է նշանակում կառավարում, թե որտեղ, որ ոլորտում ճիշտ մարդու նշանակել, որ բիզնեսը գնա առաջ։ Տնտեսությունում կամ բիզնեսում միայն տնտեսագետներ չեն աշխատում։ Այնտեղ կան հաշվապահներ, այնտեղ կան իրավաբաններ, այնտեղ կան շատ տարբեր մասնագիտությունների մարդիկ։ Ու եթե մարդը, տվյալ բիզնեսի ղեկավարը չհասկանա, թե տվյալ մարդը որ ոլորտում կարող է ավելի էֆեկտիվ աշխատել, հա, բնականաբար նա չի կարող հասնել հաջողությունների։ Սա է հիմնական նախապայմանը ու երբ որ դուք նշեցիք, որ եղել են դեպքեր, որ բիզնեսմենները չեն հաջողել, անկեղծ ասած ես
Բիզնես կառավարչի մասին է խոսքը։ Տեսեք, բիզնես կառավարիչը մի փոքր այլ հասկացողություն է։ Սամվել Կարապետյանի դեպքում ինքը իր բիզնեսներում ունի մի քանի տասնյակ, եթե ոչ ավել, բիզնես կառավարիչներ։ Ու նա կարողացել է տվյալ կառավարիչների մասով կայացնել ճիշտ որոշում, որ այսօր իր բիզնեսները չնայած այն հանգամանքին, որ ամիսներ շարունակ նա գտնվում է ապօրինի քաղաքական կալանքի տակ, նրա բիզնեսները չեն կրում կորուստ ու աճում ու զարգանում են միայն։ Հաջորդ երևի թե ամենագլխավոր մեղադրանքներից կամ ձեզ թիրախավորելու առիթներից մեկն էլ այն է, որ որքանով կարող է բիզնես կառավարիչը, որը տարբեր այլ երկրներում ունի բիզնեսներ, առաջնորդվել պետական շահով, ոչ թե սեփական բիզնես շահերով, որոնք ներկայացված են օտար պետություններում, Ռուսաստանում, Հունաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, ինչպես Նարեկ Կարապետյանն էր նշում։ Ասեմ այսպես, տվյալ բոլոր մեղադրանքները սին են, ինչի համար։ Սամվել Կարապետյանին ճանաչող մարդիկ, մեր հանրության մեծ մասը, երևի բոլորը, վստահորեն ճանաչում են նրան։ Նա առաջին հերթին Հայաստանի քաղաքացի է, նա առաջին հերթին հայ է, ունենալով այլ երկրի քաղաքացիություն, նա ունի ուղղակի այլ երկրի քաղաքացիություն և բիզնես շահեր այլ պետություններում, որտեղ նա կարողացել է ապրել, բայց նա իր կյանքով, իր գործով, իր ներդրումներով ապացուցել է, որ ինքը առաջին հերթին միշտ կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության կողքին։ Բերեք մի այսպիսի պարզ օրինակ բերենք։ Տարիների ընթացքում նրա արած բարեգործությունները և ներդրումները Հայաստանի Հանրապետությունում կարելի է չափել մի քանի հարյուրավոր միլիոն դոլարներով, որ նա արել է բարեգործությունների մասին է խոսքը, ասենք անշահախնդիր ձևով։ Նույնը հեծի պարագայում ներդրումները անելուց հետո հստակ տրվել էր խոստում, որ 10 տարի հոսանքի սակագինը չի ավելանա։ Ինչի մասին է սա ամեն ինչը խոսում։ Այս ամեն ինչը առաջին հերթին խոսում է Սամվել Կարապետյանի հայ լինելու մեջ, մեծ հայ լինելու մեջ։ Իսկ մեր հասարակության որոշ շրջանակներում կամ մի այսպիսի պնդում, գիտեք, ամեն մի լավ բանի մեջ փորձում են ինչ-որ բան գտնել։ Հիմա բերեք մի փոքր համեմատական անցկացնենք։ 18 թվականից մենք ունենք ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ։ Ունենք լրագրող, չգիտեմ, երկրի ղեկավար։ Ինչի մենք հասանք։ Արդյոք նա կարողացավ կառավարել երկիրը։ Արդյոք նա կարողանում է կառավարել երկիրը։ Մեր պատմության ամենածանր ու ամենադաժան օրերը մենք ունեցանք 18 թվականից մինչ օրս, որ նման բան ուղղակի հայ ժողովրդի պատմության մեջ չէր եղել։ Չնայած այդ ամենին, նա ամենաերկար կառավարիչն է Հայաստանի Հանրապետության։ Հիմա դուք այս ֆենոմենն ինչով եք բացատրում։ Եվ այն գործիչները, քաղաքական գործիչները, ովքեր մինչ այժմ եղել են եւ այսպես բավական փորձառու էին քաղաքական դաշտում, այդպես էլ չկարողացան չնայած բազմաթիվ շարժումների։ Տեսեք, ժամանակները այլ են։ 18 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության ու մինչ օրս, նա ժողովրդին, հանրությանը պահում է կեղծ սուտ խոստումների մեջ։ 18 թվականին, երբ մարդիկ դուրս եկան փողոց, միգուցե կարելի է հասկանալ այդ մարդկանց, մարդիկ ուզում են որոշակի փոփոխություն։ Նա խոստացավ այդ փոփոխությունները, բայց չկա մեկ խոստում։ Մեկ խոստում գոյություն չունի, որ այս 7-8 տարվա ընթացքում նա կատարել է։ Ես շատ մեծ սիրով կուզեմ ինչ-որ մեկից լսեմ մեկ խոստում, որ նա լիարժեք 100%-ով ասել ու արել է։ Բացառապես նրա մոտ լավ է ստացվել մի բան՝ պառակտել հայ ժողովրդին, պառակտել ազգաբնակչությանը, նրանց բաժանելով ներկաների ու նախկինների, սևերի ու սպիտակների, հարուստների, աղքատների, երբ որ այսօր մենք ականատես ենք մի այնպիսի իրավիճակի, որ հարազատները, քույր, եղբայր, մայր, հայր, ծնող, մեկ ընտանիքի մեջ մարդիկ այդ մարդու պատճառով թշնամացել են մեկ մյուսից։ Ու մեր հիմնական նպատակներից մեկն էլ լինելու է այն, այդ թշնամանքը վերացնել, որտեղ մենք փոքր ենք ու իրավունք չունենք թշնամանքով ապրել ու թշնամանքով նայել մեկս մյուսին։
Տեսեք, ասում եք մեկ խոստում, get մեկ խոստում, որ կատարել է, իր թիմը եւ նաեւ ինքը պնդում է, որ ավելին են արել, օրինակ առողջապահության ապահովագրություն չեն խոստացել, բայց ներդրել են։ Դիտեք, նրանք կարող են շատ բան ասել, բայց երբ որ մենք նայում ենք այն խոստումների ծրագրին, որը որ նրանք տվել են, չկա մեկ խոստում, որը որ նրանք լիարժեք ասել եւ արել են։ Նման բան գոյություն չունի, ամեն ինչը պոպուլիզմի շրջանակներում է։ Նրանք վերջերս մեր հրապարակած տնտեսության ոլորտի 5 քայլերի շրջանակներում, երբ որ մենք մեր ձևով շարժումը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ խոստացել էր առաջին կետով ստեղծել 300 նոր աշխատատեղ, նրանց կողմից եղավ մամուլում պնդում, որ նրանք իբր ստեղծել են 267 թե 270 հազար քննադատություններից մեկն է, ասում մենք արդեն անում ենք։ Այո, տեսեք, բերեք մենք տարբերակենք իրական աշխատատեղը այն աշխատատեղի հետ, ինչ ասում է կառավարությունը։ Այն 300,000 աշխատատեղը, որ մենք պատրաստվում ենք ստեղծել մոտակա 5 տարիների ընթացքում, դրանք լինելու են ի տարբերություն այս կառավարության խոստումների իրական աշխատատեղեր։ Ինչ արեցին նրանք։ Նրանք ստվերում աշխատող մարդկանց բերեցին հարկային դաշտ եւ ասացին, որ ստեղծել են աշխատատեղեր։ Իդեպ մի քանի գործարանի ժապավեններ կտրեցին, չկան այդպիսի գործարաններ։ Ես ուզում եմ Երևանի փողոցներում տեսնել սեպուհ 1 ավտոմեքենաները կամ խանութներով վաճառվող Ադամյան հեռուստացույցերը, բայց չկան իրանք։ Չկան։ Ուղղակի հանրության աչքին փոշի փչելու համար իբր բացում են գործարաններ, իբր զարգանում է տնտեսությունը, բայց գոյություն չունեն։ Ամեն ինչը թղթի վրա։ Պոպուլիզմի ժանրից է ամեն ինչը, բայց մենք խոսում ենք 300,000 աշխատատեղի մասին։ Մենք խոսում ենք աշխատատեղերի մասին, որոնք լինելու են ամբողջ Հայաստանի Հանրապետություններում։ Հիմա ձեր այդ խոստացած 300,000 աշխատատեղերի մասին։ Տեսեք, ես բավական հաճախ եմ առիթ ունենում զրուցել գործատուների հետ եւ գործատուների հիմնական խնդիրը ոչ թե աշխատատեղերի բացակայությունը, այլ աշխատողների։ Դուք ուսումնասիրել եք ովքեր են այն մարդիկ, ովքեր աշխատանք են փնտրում եւ չունեն, եւ այն գործարանները, որոնց մասին դուք խոսում եք, բավական մասնագիտացված էին, օրինակ նավթի վերամշակման գործարան եմ ես հիշում, այնտեղ ունեիք, վստահ եք, որ կկարողանաք այդ գործարաններն ապահովել աշխատատեղերով, աշխատակիցներով ապահովել, որովհետեւ կրկնեմ, գլխավոր խնդիրներից մեկը որակյալ կադրեր ունենալն է Հայաստանում, գործատուների գլխավոր խնդիրներից մեկը։ Տեսեք, այն հանգամանքը, որ մենք հիմա Հայաստանում չունենք որակյալ կադրեր, դա չի նշանակում, որ երկրում չպետք է զարգանա տնտեսությունը։ Որակյալ կադրեր ունենալու համար ներողություն եմ խնդրում։ Գլխավորը 5 տարին է, որի մասին դուք խոսում եք եւ դուք կարողանալու եք այդ 5 տարվա ընթացքում մարդկանց բերել են որակի, բերել են մասնագիտական պատրաստվածության, որ կարողանայք այդ գործարաններն աշխատացնել։ Միանշանակ կարողանալու ենք, որովհետև այն գործարանները, այն արդյունաբերությունը, որ մենք ուզում ենք ստեղծել Հայաստանում, բնականաբար հաշվարկված են ամեն ինչ, եւ մարդկանց վերապատրաստումը, եւ նրանց հետագա աշխատանքը։ Մեր ի տարբերություն, ելի եմ ասում, գործող իշխանությունների, մենք ասում ենք այն, ինչ կարող ենք անել։ Մենք չենք ասում այն, ինչը ենթադրաբար թեկուզ հնարավոր չէ անել, որովհետև այն ինչ բիզնես դաշտում է, այն ինչ տնտեսության դաշտում է, Սամվել Կարապետյանը շատ լավ գիտի, թե ինչպես այդ ամեն ինչը իրագործել, ու ոչ մի խոստում, ոչ մի քայլ մեր կողմից չի տրվում, որը որ հնարավոր է իրական չլինի։ Տեսեք, ձեր գլխավոր գործընկերը, եթե ես ճիշտ եմ հիշում պարոն Կարապետյանի պրեզենտացիայից, լինելու է Չինաստանի ներդրումային ընկերությունը։
Դուք ակնկալում եք, որ հնարավոր կլինի այդ ընկերության հետ համագործակցության արդյունքում ներդրումներ եւ 70% ներդրում ներգրավել այդ ընկերությունից, 30%-ն էլ գործարար եւ պետություն համաֆինանսավորմամբ լինելու։ Բայց պարոն Կարապետյանը նաեւ առիթ ունեցել է նշելու, որ այս ընկերության հետ դեռևս համագործակցության փորձ չունեն։ Ինչու մինչ այժմ, եթե այսպես նպատակահարմար չեն գտել համագործակցել այս ընկերության հետ, բիզնեսի զարգացման համար հանկարծ պետության դեպքում դա ընդունելի են համարում։ Տեսեք, բերեմ պարզ օրինակ, որ լինի մեր հանրությանը ավելի պարզ։ Պարոն Նարեկ Կարապետյանը մեր տնտեսական 5 քայլերի ներկայացման ժամանակ հնարավորինս մանրամասն ներկայացրեց բոլոր քայլերը, բացի դրանից եղավ հնարավորություն հանդես գալու մամուլի ասուլիսով, որտեղ լրագրողների բոլոր հարցերին տրվեց սպառիչ պատասխան։ Հենց էր պնդում է, որ նախկինում ինչ որ X ընկերության հետ չեն աշխատել, դա չի նշանակում, որ չարժե աշխատել այդ ընկերությունների հետ։ Յուրաքանչյուր ընկերություն, օրինակ ես եթե ուզեմ համագործակցեմ ինչ որ մասնագետի հետ, եթե ես նախկինում այդ մասնագետի հետ չեմ համագործակցել, դա չի նշանակում, որ այդ մասնագետը վատն է կամ այդ մասնագետը չունի այն կարողությունները, ում հետ կարելի է համագործակցել։ Աշխարհում կան շատ դեպոս ներդրումային ընկերություններ, աշխարհում շատ կան պետություններ, ովքեր խթանում են իրենց երկրի տնտեսությունը խթանելու համար առաջարկում են ծրագրեր արտահանման ոլորտներում, եւ այստեղ, հնարավոր է ասենք նոր ծրագիր առաջ գա եւ աշխատել։ Դա բնավ չի նշանակում, որ մարդը ինչ որ մի ընկերության հետ կամ ինչ որ մի պետության հետ տվյալ ոլորտում չի աշխատել ու չարժե այդ ընկերության հետ աշխատել։ Ռիսկերի հաշվարկման մասին է եւ ներդրումների այսպես ապահովության մասին է, որքանով ենք վստահ, որ այն տեխնոլոգիաները, որոնք կներդրվեն այդ ընկերության կողմից, կլինեն այնքան արդյունավետ։ Հավատացած եղեք, ասեմ ձեզ ասպես, հավատացած եղեք, որ առաջին հերթին հաշվարկվում են բոլոր ռիսկերն ու հնարավորությունները, եւ եթե մեր կողմից որոշում կայացվի այս կամ այն ընկերության հետ աշխատելու, ուրեմն հաշվարկված են բոլոր ռիսկերը ու տնտեսական մասով մեր հանրությունը կարող է լինել ուղղակի անհոգ։ Մարդիկ ուղղակի զբաղվում են իրենց գործով, որովհետև մեր թիմը այնքան պրոֆեսիոնալ է, որ յուրաքանչյուրը այնտեղ գիտի իր աշխատանքը, եւ եթե անում է, ինքն անում է իր աշխատանքը գերազանց։ Պետք չի, գիտեք, կամ այսպիսի բան, մենք ուզում ենք թևակողել մի այնպիսի շրջան, որտեղ յուրաքանչյուր մասնագետ անի իր գործը։ Տեսեք, տնտեսության վերաբերյալ շատ ժամանակ հարցեր են տալիս այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չեն ունեցել տնտեսության հետ։ Մենք պետք է ձևավորենք այնպիսի հասարակություն հնարավորինս կարճ ժամանակում, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, յուրաքանչյուրը մասնագիտանա իր աշխատանքով ու այդ ձևով միասին ձեռք-ձեռքի բռնած ուսուսի տված երկիրը հանենք այս վիճակի մեջ, այս վիճակից։ Ամենաշատ քննադատվող ձեր այսպես հայտարարություններից մեկը թերևս 1 դրամ երկրի վարչապետին աշխատավարձ որպես վճարելն է։ Հիմա այստեղ հարցն այն է, որ օրինակ Սամվել Կարապետյանը իր երկքաղաքացիության բերումով չի կարող լինել իհարկե տեխնացու, մենք դեռ իհարկե կտեսնենք, թե ամսի 12-ին, եթե չեմ սխալվում, կհայտարարվի թե ով է ձեր կուսակցության տեխնացուն, բայց այն անձը, ով կլինի ձեր վարչապետի տեխնացուն, այսպես թե այնպես պիտի հոգա սեփական կարիքները եւ սեփական ընտանիքի կարիքները, եւ ամեն դեպքում այդ կարիքները ինչ որ տեղից հոգալու համար անհրաժեշտ են լինելու միջոցներ, որտեղից երաշխիք, որ այդ վճարողը չի լինելու պատվիրողը, ինչ որ հարցերում պատվիրատու։ Էլի ոնց որ մութ սենյակում կատու ենք փնտրում։ Տեսեք, որովհետև դեռևս հայտնի չէ թե դեռևս հայտնի չէ, փետրվարի 12-ին հանրությունը կիմանա մեր վարչապետի տեխնացուի անունը։ 1 դրամ աշխատավարձը լինելու է վարչապետի տեխնացուի փաստացի աշխատավարձը։ Երկրի վարչապետը, տեսեք, նման իրավիճակներում մեր ուժի կողմից առաջադրվող երկրի վարչապետը չի կարող իրեն թույլ տալ ստանալու ավելի շատ աշխատավարձ, քանի երկիրը այս վիճակի մեջ է։ Ի տարբերություն գործող իշխանությունների,
գործող իշխանությունների, որ նրանք ստանում են շատ աշխատավարձ, բարձր աշխատավարձ, անթիվ անհամար պարգևավճեր, այստեղ կոռուպցիայի խնդիր չկա, այստեղ կոռուպցիայի խնդիր չկա։ Այն մարդը, որ լինի, կգա ժամանակ ամսի 12-ին հանրությունը կլսի վարչապետի անունը, ու հետո կհասկանա, թե ինչի համար նա կստանա 1 դրամ փաստացի աշխատավարձ։ Հասկանում եք, բիզնեսի եւ քաղաքական գործչի այսպես տարանջատումը պետք է լինի։ Չէ, բիզնեսն ու քաղաքականությունը սերտ կապակցություն ունեն իրար հետ։ Ես ասեմ, Սամվել Կարապետյանի դեպքը ցույց է տալիս, որ բիզնեսն ու քաղաքականությունը այնքան սերտաճած են միմյանց հետ, հա, որ ինչ որ պահի խոշոր բիզնեսմենը ու բարերարը կարա մեկ արտահայտության համար, որը վերաբերում է ազգային ինքնության պաշտպանությանը, դառնա քաղաքական բանտարկյալ ու այսպես ասած, նրա բիզնեսը, Հայաստանի էլեկտրական ցանցերը փորձեն խլել նրանից, հա։ Բիզնեսն ու քաղաքականությունը ունեն այդքան կապ։ Երբ որ ասում են բիզնեսը պետքա կապ չունենա քաղաքականության հետ, իսկ քաղաքականությունը բիզնեսի, քաղաքականությունը որոշում է բիզնեսի կանոնները, իսկ ինչի համար բիզնեսմենը պետքա չորոշի քաղաքականության կանոնները։ Բերեք այսպես զուգահեռ հարց տամ։ Ինչու։ Տեսեք, օրինակ, գոնե իմ շրջապատում եղած մտածող մարդկանցից ոմանք պնդում են, որ ոչ թե պնդում են, այլ մտավախություն ունեն, որ Սամվել Կարապետյանը ոչ թե հենց ազգային, այլ սեփական բիզնես շահերով առաջնորդվելով է, որ գալիս է կներեք իհարկե հարցից համար, բայց ամեն դեպքում սեփական բիզնեսի պաշտպանության Ո՞րն է սեփական բիզնես շահի պաշտպանությունը այս դեպքում։ Դե օրինակ հեծի հետ կապված հայտարարությունները, հեծի։ Չէ, ես ուզում եմ այն մարդիկ, ովքեր որ ասում են Սամվել Կարապետյանը գալիս է իր սեփական բիզնես շահը պաշտպանելու։ Տվյալ մարդկանց համար ես ասեմ, որ Սամվել Կարապետյանը ի տարբերություն Հայաստանի, նրա բիզնեսի շատ մեծ տոկոսը գտնվում է եւ Ռուսաստանի Հանրապետությունում, Դաշնությունում, եւ Հունաստանում, եւ աշխարհի տարբեր երկրներում, Արաբական Էմիրություններում, աշխարհի շատ երկրներում նա ունի բիզնես։ Հայաստանը նրա համար դիտարկվել է, այո, որպես ներդրումային դաշտ, իմիջիայլոց տվյալ մարդիկ, որ հեծն են օրինակ բերում, պետք է հիշեն 2015 թվականը, թե ինչ վիճակում Սամվել Կարապետյանը ձեռք բերեց հեծը, ինչ ներդրումներ կատարեց հեծում, որ մինչ օրս իմիջիայլոց տվյալ մարդկանց համար, մինչ օրս Սամվել Կարապետյանը իր դիվիդենդներ, այսպես ասած, հեծից չի ստացել, շահույթ չի ստացել, չի վերցրել։ Սա իգիտություն հանրությանը կատարվել է 800 միլիոնի կարգի ներդրում, եթե չեմ սխալվում, ու ոչ միայն այնտեղ, տարբեր ոլորտներում։ Այստեղ Հայաստանի Հանրապետությունում Սամվել Կարապետյանը չի ապրել, ներդրումներ չի կատարել բիզնես շահից ելնելով։ Նրա գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում եղել է բացառապես նրա հայ լինելու, հայանպաստ ու հայրենանվեր աշխատանքը ապացուցելու համար։ Պարոն Միքայելյան, թերևս ամենագլխավոր ձեր ասած խոստումներից մեկը, որով այս իշխանությունը կարողացավ քվեներ ստանալ 2018 թվականին, դա վարկերի, անհուսալի վարկերի չեղարկումն էր, դրանց լուծումը, այսպես ասած։ Հիմա այս հարցի հետ կապված ձեր թիմը ինչ լուծում ունի, որովհետև շեշտեմ, որ այդ մարդիկ հայտնվում են այդ իրավիճակում հենց որովհետև բանկերի տոկոսադրույքները բավական բարձր են։ Իմիջիայլոց ես ինչի համար խոսքում նշեցի ու մեր տնտեսական ծրագրի ներկայացման ժամանակ նշվեց առաջին 5 քայլերը, որովհետև դրան հաջորդելու են շատ ավելի քայլեր եւ անվտանգության տեսանկյունից եւ քաղաքացիների սոցիալական խնդիրների առումից ես վստահ եմ, որ մեր հանրությունը կլսի ոչ միայն վարկերի հետ կապված, այլ նաեւ սոցիալական այլ խնդիրներին վերաբերվող առաջարկներ, որով մենք հանդես կգանք։ Ու մեկ անգամ եւս հավելեմ, որ հերթականությունը դա չի նշանակում, որ առաջնահերթությունը տնտեսությունն է։ Մեր երկրում մենք հասել ենք այն վիճակին, որ ամեն ինչն է մեր համար հիմա առաջնահերթ։ Ամեն ինչը, ու այստեղ միայն ուժեղ ու հմուտ կառավարչի աշխատանքի շնորհիվ ճիշտ քայլերի հերթականությամբ մենք կարող ենք հասնել այն Հայաստանին, մենք կարող ենք ունենալ այն ուժեղ Հայաստանը, որը որ
երազում ենք բոլորս։ Այսինքն մենք դեռ տեսնելու ենք մյուս ոլորտներում հերթական 5 քայլերի միգուցե լինեն 3, 7, 10 քայլերի քանակը կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է։ Քայլերի դուք հանրությունը կտեսնի այն բոլոր առաջարկները, որը որ մենք անելու ենք։ Մենք սրանով չենք սահմանափակվում։ Դուք ինչ արձագանքներ ունեք մարդկանցից։ Դրական միայն ոչ մի բացասական արձագանք։ Օրինակ լավ, ինչպես կարելի է բացասական արձագանք ունենալ, երբ որ փոքր ու միջին բիզնեսի համար շահութահարկը դառնալու է 0%։ Ինչպես կարելի է բացասական արձագանք ունենալ այն բանի համար, որ մոտ 100 պահանջված տեղեր 20%-ով լինելու են ավելի էժան։ Ինչպես կարելի է ստանալ բացասական արձագանք, երբ գյուղացին չի ունենալու խնդիր իր բերքը մթերելու, կամ ինչպես կարելի է ունենալ բացասական արձագանք, երբ երիտասարդ ընտանիքները ստանալու են կամ ունենալու են հնարավորություն ձեռք բերել մատչելի բնակարաններ։ Փոքր բիզնեսին հարկերից ազատելու դեպքում ձեզ քննադատում են եւ ասում են դուք չեք կարողանալու կանխել միջին բիզնեսի տրոհումը։ Եթե հիշում եք, ներկայացման ընթացքում նաեւ Հրանտ Բագրատյանն այդ մասին խոսեց։ Հիմա կարող եք նշել գոնե մեկ գործիքակազմ, որով ՊԵԿ-ը պետք է կարողանա կամ կկարողանա կանխել միջին բիզնեսի տրոհումը։ Ես չգիտեմ ով է ասում, որ չենք կարողանալու մենք ասենք, բայց այնտեղ լծակներ ու գործիքներ բնականաբար կան։ Հարկային վարչարարությունը, որը այսօր մեծ մասով ուղղված է փոքր ու միջին բիզնեսին, այդ ամեն իրենց նպատակը լինելու է բացառապես այն, որ ուշադրություն դարձնեն, որ չտրոհվի մեծ բիզնեսը փոքր բիզնեսին։ Այս ամբողջ ծրագրի մեջ միակ ռիսկի գործոնը դա է, ու ես վստահ եմ, որ հարկային մարմինները դա կարող են պատվով իրականացնել։ Մյուս կողմից էլ ասում են, իսկ ինչու պետք է չվճարեն, գուցե հաստատագրված վճար կամ ինչ որ 5 տարի ժամկետով ազատում, ինչ որ ժամանակահատվածով ազատեք, հետո շարունակեք հարկել, ինչու ամբողջությամբ ազատել եւ վերջ, այդ մարդիկ էլ են այս երկրի քաղաքացիներ, չէ՞։ Չէ, բոլորն էլ այս երկրի քաղաքացիներ են, բայց տեսեք, այդ մասով լուծվում է մի քանի տեսակի խնդիր։ Տվյալ ընկերություններում, ովքեր վճարում են շահութահարկ, եթե չեմ սխալվում, աշխատում են մոտ 400,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այստեղ հնարավորություն է ունենում տվյալ ընկերությունը, որը ազատվելու է շահութահարկից, ինչու՞ չնայե բարձրացնել իր աշխատողների աշխատավարձը, որ տվյալ մարդիկ ավելի շատ աշխատավարձ ստանան։ Վերջին շրջանում, վերջին 1 տարվա ընթացքում, երբ որ հենց նույն այս իշխանությունների ժամանակ 5%-ից տվյալ շահութահարկը բարձրացավ 10%, ընդհանուր պետբյուջեի մուտքերի մասով տարբերությունը կազմեց շատ չնչին։ Մարդկանց թվում էր առաջին հայացքից պետք է 2 անգամ ավելի շատանա, բայց ինչ եղավ, փակվեցին ընկերություններ, որոնց էլ ձեռնտու չէր աշխատելը, փակվեցին։ 3000 այդպես ընկերություն։ Այո, 3000 ընկերություն փակվել է։ Իսկ մեր առաջարկը կայանում է նրանում, որ ոչ թե փակվեն այդ ընկերությունները, այլ նորերը բացվեն, որ մարդիկ հնարավորություն ունենան աշխատելու, որ մարդիկ հնարավորություն ունենան թեկուզ 1-2 հոգու ապահովելու աշխատանքով։ Դրանով շատ հարց կլուծվի։ Բացի դրանից, այդ ամեն ինչը կխթանի նաև մեր արտերկրում ապրող հայրենակիցներին, որ գան ու Հայաստանում սկսեն աշխատել։ Թեկուզ մեր սփյուռքահայ բարեկամներին գան ու Հայաստանում ներդրումներ կատարեն ու այդ ոլորտում իրենք սկսեն աշխատել, որովհետև այն շեմը, որը որ ազատվում է շահութահարկից, ինքը փոքր չէ ու հնարավոր է այդ շեմի շրջանակներում մարդիկ կարողանան բիզնես գործունեություն սահմանեն ու մարդկանց տալ հնարավորություն աշխատանքով ապահովելու։ Շնորհակալ եմ։ Սիրով։ Հիշեցնեմ, զրուցում եմ մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ Արթուր Միքայելյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։